Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս Կիրակի օրվա սերտողությունը ձեր համար սիրով պատրաստել ենք մենք, նամակ գաղատացիներն ենք ուսումնասիրելու 6-րդ գլուխ, եւ սա վերջի գլուխն է լինելու նամակի մեջ ու կավարտենք այս նամակը։ Ուղղակի կարելի է մի պահ վերհիշենք եւ կրկնենք, թե ինչ ենք սովորել մինչ այսօր եւ բացատրեմ, որ ինչ ենք սովորելու վերջի այս գլխում։ Ուրեմն, եթե հետևում եք մեզ, գիտեք, որ մեր առաքելությունը հիմնված է Աստծո խոսքը սովորեցնել եւ աշակերտել Աստծո խոսքով։ Մեր համար անհրաժեշտ է, որ Տիրոջ խոսքը սովորեցվի եւ մարդիկ էլ լսեն, օրհնվեն եւ Սուրբ Հոգին լսելու պես նրանց վրա գործ կատարի, ապաշխարության բերի եւ սրբության ընթացքը օգնի, որ կատարվի, որպեսզի քրիստոնյաները, նրանք, որ վերստին ծնված, ապաշխարած քրիստոնյաներ են, իրենց հավատքի ընթացքը կատարեն հավատարիմ եւ վերափոխման ընթացքի վրա լինեն, որ նմանվեն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Ասեմ ուրեմն նամակ գաղատացիներին ուղակի գրված է Պողոս առաքյալի կողմից խոսելու եւ սովորեցնելու եւ նույնպես հանդիմանելու Գաղատիայի գտնվող եկեղեցիներին, ովքեր որ նոր ուխտից փոխվում էին, այսինքն հետ էին անցնում, վերադառնում էին հին ուխտին։ Կային նրանք, ովքեր որ համարվում էին սուտ վարդապետներ, սուտ իրենց ուսմունքով համոզում էին նոր եկեղեցուն եւ նոր հավատացյալներին, որ հարկավոր է հին ուխտը պահպանել նորի հետ։ Բայց մենք դա գիտենք, որ ճիշտ չի, եւ Պողոս առաքյալը մեզ սովորեցնում է, որ այդպես չի։ Նորը եկավ, փոխարինեց հին ուխտին եւ հեթանոսները, ովքեր որ հավատքի են եկել, պարտադրություն կարիք չկա անցնելու հին ուխտին, քանի որ օրենքով մենք փրկված չենք, այլ Հիսուս Քրիստոսի սուրբ այրունով եւ իր զոհաբերությունը, որ կատարեց նա խաչի վրա, խաչին հանելով եւ ընդունելով նրա վրա աշխարհի բոլոր մեղքերը, խաչվեց եւ վերջին զոհը եղավ մեր համար։ Հետևաբար Պողոս առաքյալը մեզ բացատրում է, որ հին ուխտին մի գնացեք, մնացեք նոր ուխտին, որտեղ նոր ուխտով է, որ մեկ ընդմիշտ Հիսուս Քրիստոս լուծեց մեղքի հարցը։ Ուրեմն վերնագիրը այսօրվա սերտողության միմյանց բեռը կրեք։ Եվ երբ որ մենք ուսումնասիրում ենք ավելի խորապես, գիտենք, որ Պողոս առաքյալը սկսում է իր ողջույններով, այսինքն նամակը սկսում է ողջույններով, ուղերձով ու անցնում է բուն խնդիրը բացատրելու համար։ Այս դեպքում մենք գիտենք, որ Գաղատացիների նամակի մեջ Պողոս առաքյալը ավելի խիստ կերպով է սկսում իր նամակը, հաստատելով իր առաքյալ, այսինքն առաքյալ լինելու առաքելությունը եւ բացատրում է, որ նա ձեռնադրված է ուղիղ Հիսուսի կողմից։ Ինչու է դա շեշտում։ Շեշտում է դա, որովհետեւ այդ սուտ վարդապետները նրանք շեշտը Հիսուսից տանում են դեպի իրանց վրա, կենտրոնանում են իրանց վրա եւ իրանց ուսմունքների վրա, ոչ թե Հիսուս Քրիստոսի վրա։ Պողոս առաքյալը հենց այդպես է սկսում եւ զարգանում է իր նամակը, գալիս ենք վերջում այս կետին, որ 6-րդ գլխի մեջ նաեւ արդեն անցնում է բացատրության, որ եկեղեցու մեջ հավատացյալների նկատմամբ ինչպիսի դիրք եւ դիրքորոշում եւ մոտեցում պետք է ունենանք։ Առաջինը Պողոս առաքյալը շեշտում է, որ եկեղեցու մեջ իրար նկատմամբ հոգատար լինենք, ուշադիր լինենք, որպիսի հավատացյալ քույրը կամ եղբայրը նրանց թույլ չտանք, որ փոսը ընկնեն։ Բայց այս ամենը չենք անելու հպարտ կերպով, որ թվա, որ մենք ավելի բարձր ենք մեր քրոջից կամ եղբորից, այլ հակառակը, բոլորս էլ կարող ենք ընկնել եւ հպարտ կերպով չենք կարող մոտենալ այս հարցին։ Պողոս առաքյալը մեզ սովորեցնում է, որ իրար բեռը մենք կրենք եւ ուշադիր լինենք, որպեսզի մենք էլ նույն մեղքի մեջ չմտնենք, որովհետեւ մեզ թող չթվա, որ բարձր ենք մեր
քրոջից կամ եղբորից հոգևոր։ Եվ այս ամենը կատարելու ենք մենք եկեղեցու մեջ հեզությամբ, սիրով և ամենայն խոնարհությամբ։ Հիմա եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ և մեծ պատվական անունով, աղոթում ենք, որ այսօրվա սերտողությունը դու առաջնորդես և թող մեզ Սուրբ Հոգին դասավանդի։ Աղոթում ենք մեր բոլոր ունկնդիրների և դիտողների համար, աղոթում ենք, որ նրանք առատորեն օրհնվեն, զորանան և ինչպես որ այս առաքելությունն ես, որ կատարում ենք մենք Տեր Աստված քո կամքով, կխնդրենք, որ շարունակվի այս առաքելությունը, որպեսզի քո խոսքը քարոզենք և աշակերտենք քո խոսքերով։ Աղոթում ենք Հիսուս օրհնես մեզ այսօր և աղոթում ենք այս ամենը քո սուրբ անունով Տեր Հիսուս։ Ամեն։ Եկեք անցնենք ուրեմն 6-րդ գլուխ 1-2 համարները կարդան։ Գրած է. եղբայրներ, եթե որևէ մեկը հանկարծ ինչ որ հանցանքի մեջ բռնվի, դուք որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզության հոգով ուղղեք, ինքներդ էլ զգուշացեք, որ դուք էլ չփորձվեք, միմյանց բեռը կրեք և այսպես Քրիստոսի օրենքը կատարեք։ Հարգելիներս, ուրեմն 3 կարևոր կետ է մեզ սովորեցնում Պողոս առաքյալը։ Առաջինը, որ հարկավոր է ուշադրություն և ակտիվ մասնակցություն ունենանք եկեղեցու մեջ։ Ինչպես կարող ենք իմանալ մեկը ընկել է կամ ընկած է, եթե եկեղեցու մեջ չլինենք և եկեղեցու մեջ ակտիվ չաշխատենք։ Հարկավոր է հետաքրքրվել եկեղեցու մարմնի մասին, ոչ թե բամբասանքի համար կամ ուրիշների կյանքով հետաքրքրվելու նպատակով, այլ աչալուրջ լինելու եկեղեցու նկատմամբ և եկեղեցու մեջ ու պարզապես խնամք տանելու համար։ Երկրորդ կետը զգայուն լինել և օգնություն ցույց տալու համար ցանկություն ունենալ և պատրաստակամ լինել։ Երբ որ Հիսուսով ենք ամեն օր քայլում, մեր միտքը վերստին բաների վրա է, հետևաբար անում ենք այն, ինչ որ Տերը մեզ կանչում է, որ անենք։ Եվ ասեմ, այս դեպքում մարմնի համար, այսինքն եկեղեցու մեջ և եկեղեցու համար հարկավոր է իհարկե պայքարել։ Պայքարում ենք մարդկանց հոգու փրկության համար և նրանց հոգևոր ճանապարհից հավատի, այսինքն հոգևոր ճանապարհը հավատքի վրա հիմնված քայլեն ու չշեղվեն այդ ճանապարհից։ Սա է կարևոր կետը, որ պետք է մենք հասկանանք։ Գիտեք, մեկ էլ պարզ կետ, վերջի կետը չհպարտանալ ու մեզ չթվա, որ մենք ավելի բարձր ենք, միգուցե հոգևոր կյանքի ընթացքում մենք ավելի, ասենք թե զորավոր ենք կամ ավելի շատ փորձ տեսած քրիստոնյա ենք, միևնույնն է, երբեք չպետք է հպարտանանք, որովհետև երբ որ հպարտանանք, կընկնենք, մտածելով, որ մենք չունենք որևիցե բան մտածելու, որովհետև մենք ավելի հզոր ենք և կարող ենք այս ամեն ինչը կատարել և անել և անցնել առանց որևիցե խնդրի։ Հարգելիներս, հոգևոր կյանքը խաղոպար չի։ Հոգևոր կյանքը լրջություն է պահանջում։ Կիրակի եկեղեցի գնալով չի վերջանում հոգևոր կյանքը։ Հոգևոր կյանքը սկսվում է ամեն առավոտ և շարունակվում է 24 ժամվա ընթացքով, որովհետև պայքարը ամեն օր է և հավատքի կյանքը ամեն օրվա և առօրյա պահանջներ ունի, պարտականություններ ունի և մասնակցության պետքություն կա։ Մենք չենք կարող ասել, որ գնում ենք եկեղեցի մի անգամ, կամ ոմանք միգուցե ամիսը մի անգամ, կամ շատերի մոտ զատիկից Սուրբ Ծնունդ։ Ու արդեն այս ժամանակ մենք հասկանում ենք, որ այդ մարդկանց ուղղությունը Հիսուս Քրիստոս չի։ Վերին բաների վրա չի դրված նրանց մտքերը, ինչպես Կողոսացիներից 3-րդ գլխի մեջ է մեզ սովորեցնում Պողոս առաքյալը, այլ նրանց նպատակը և միտքը իրանց կյանքն է, իրանց հաճույքն է, իրանց
հետաքրքրություններն է, Աստված իրանց կյանքում դեր եւ տեղ չունի։ Եվ այսպես անկարելի է ապրել հավատքի կյանքը։ Եկեք կարդանք 3-ից 5 համարները գրածը, եթե որևէ մեկը համարում է, թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն խաբում է։ Սակայն ամեն մեկը թող իր գործը քննի եւ ապա միայն ինքն իր նկատմամբ պարծանք ունենա, ոչ թե ուրիշի հետ համեմատվելով, որտեվ ամեն մեկն իր բեռը պետք է կրի։ Լավ, ինչ է նշանակում։ Եկեք ուսումնասիրենք։ Այս համարի մեջ Պողոս առաքյալը հավելում է իր մտքերը ու խստիվ զգուշացնում է, որ անկարելի է իրար մեջ համեմատություն դնենք, թե ես ավելի բարձր եմ կամ նա ավելի բարձր է եւ այլն։ Եվ մենք չենք կարող ունենալ այն հպարտ մոտեցումը, բարձր քթներով մենք ման գանք հոգևոր կյանքի մեջ։ Հիսուս մեզ, այսինքն Հիսուս մեզ փարիսեցիների եւ մաքսավորի օրինակով, փարիսեցու եւ մաքսավորի օրինակով նույնպես խստիվ հանդիմանում է եւ սովորեցնում է ավետարանի մեջ, եւ որ երբ որ փարիսեցին եւ մաքսավորը գալիս են տաճար, աղոթքի, փարիսեցին հպարտանում է եւ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ այս մաքսավորի նման չի, եւ ինքը շեշտում է իր բոլոր արածները, իսկ մաքսավորը գլուխը կախ իր կուրծքը ծեծելով ողորմություն է խնդրում Աստծուց։ Ուրեմն, եթե մենք այս օրինակը ուսումնասիրենք ավետարանի մեջ, գիտենք, որ Տերը մեզ չի կամենում, որ այսպիսի մոտեցում կամ մտածելակերպ ունենանք փարիսեցու նման, եւ հարկավոր է, որ ամեն մեկս իր պարտականությունը հավատքի մեջ կատարի։ Եվ եթե մենք ամեն մեկս կենտրոնանանք մեր սրբության ընթացքի եւ հավատքի քայլի մեջ, կզորանանք, կզարգանանք, այն ժամանակ էլ կարող ենք իհարկե, եւ ինչպես որ տեսնում ենք Աստծո խոսքի մեջ մեզ բացատրում է, որ եղբայրներ, եթե որևէ մեկը հանկարծ ինչ որ հանցանքի մեջ բռնվի, դուք որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզության հոգով ուղեք։ Ուղղելու կարևորություն կա, ուղղելու պարտականություն կա։ Եթե մենք տեսնում ենք եկեղեցու մեջ կատարվում են այնպիսի բաներ, որ անկարելի է, այն ժամանակ մենք սիրով եւ ինչպես որ Տերն է մեզ սովորեցնում, հեզությամբ ուղենք եղբորը, իմացեք, որ եկեղեցու հարցերը փողոցում չեն լուծվում։ Հիմա ես ասենց կասեմ, դուք հասկացեք միտքը, որովհետև եկեղեցին Տիրոջն է, եկեղեցին Աստծունն է, եւ հարցերը եկեղեցու կատարվում է եկեղեցու մեջ, ոչ թե կատարվում է անհասկացող եւ Տիրոջ խոսքին ոչ հասկացող անձնավորությունների կողմից, ովքեր որ պնդում են, որ խայտառակ կերպերով եկեղեցու մեջ փոփոխություններ են պետք դնել։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Եկեք ձեզ ավելի պարզ կերպով բացատրեմ։ Աշխարհում գրեթե տեղ չկա, որ եկեղեցիները խնդիրներ չունենան։ Եթե մենք ուսումնասիրենք Ամերիկայում գտնվող եկեղեցիները, կտեսնենք, որ ձախակողմ գաղափարների են տրված եւ տեսնում ենք խայտառակություններ, որ տեղի է ունենում պատվելիների կողմից, երեցների կողմից եւ եկեղեցու մեջ ոչ նվիրված եւ շեղված գաղափարների հետ կապված։ Ասեմ ավելին, ուրիշ տեղեր ուրիշ խնդիրներ կան, բայց ասեմ ձեզ, որ եթե Տերը մեզ տվել է կանոնադրություն, մոտեցում եւ ձև եկեղեցու մեջ հարց լուծելու համար, հիշեք, որ միջոց կա, ձև կա, նրբություն կա եկեղեցու մեջ բոլոր հարցերը լուծելու։ Եթե կա մեկը, որ եկեղեցու մեջ հանցանք է գործել մի եղբայր, ասում է, որ հեզությամբ հոգով ուղեք։ Հեզության հոգին լկտի պայքարներ չի, ոչ էլ հեզության հոգին պահանջում է, որ
բարձրաձայնել եւ շեշտել այնպես կամ անել այնպես, որը հակառակ է գնում իհարկե Տիրոջ խոսքին։ Եվ ինչպես գիտենք դա։ Գիտենք, որ ասում է Տերը, եթե որևէ մեկը համարում է, թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն խաբում է։ Ուրեմն առաջի հերթին մենք չենք կարող մեզ ավելի բարձր համարենք, ավելի ա, աստիճանի վրա դնենք բարձր դասելով մյուս հավատացյալներից։ Եվ ամենակարևորը, որ ասում է ամեն մեկը թող իր բեռը կրի նաև առաջի հերթին, ամեն մեկը թող իր սրբության ընթացքի վրա կենտրոնանա եւ զորանա ինքը իր սրբության ընթացքի վրա, որpիսի ինքը կարողանա նոր ուղի հեզության հոգով այն եղբորը, որը հանցանքի մեջ է բռնվել։ Անցնենք առաջ 6-րդ համարից 8-րդ համարի մեջ գրած է. խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բարի բաներին մասնակից անի։ Մի խաբվեք, Աստված չի ծաղրվի, որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ հոգու համար սերմանողը հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Ինչ է այս բացատրում մեզ Պողոս առաքյալը։ Առաջերտին այս համարներում Պողոս առաքյալը նյութական օգնության մասին է խոսում, երկնքի արքայության մեջ բանվորը վճարվում է եւ ոչ մեկ ձրի գործ չի անում։ Նորից շեշտեմ, այսինքն երկնքի արքայության մեջ բոլորս էլ մեր դերն ունենք եւ գործն ունենք անելու։ Բայց այն մարդիկ, որ ծառայության մեջ են գտնվում, նամանավանդ նրանք, ովքեր որ ուսուցիչներ են համարվում Աստծո խոսքի, ուրեմն նրանց հարկավոր է վճարում, որովհետև նրանք արժանի են իրենց աշխատանքին։ Աստծո խոսքը այստեղ նաև ասում է, որ նա ով աշակերտում է եւ հոգ է տանում հոտի կարիքներին, այդ անձնավորության կարիքներին ուշադիր եղեք։ Սա ինչ է նշանակում։ Պարզ ասած նշանակում է, որ մեր նպատակն է մեկս մյուսի նկատմամբ ուշադիր լինենք։ Եվ ինչպես որ սկսում է այն արտահայտությունով, որ եթե կա ձեր մեջ մի եղբայր, որ բռնված է հանցանքով կամ հանցանքի մեջ է բռնված, պետք է մենք հեզության հոգով նրան ուղենք, հիմա անցնում ենք մյուս կարիքներին, եկեղեցու ղեկավարության կարիքների, այն մարդիկ, ովքեր նվիրված կերպով, հավատարիմ կերպով Աստծո խոսքը շարունակ սովորեցնում են եւ խնամք են տանում հոտին։ Սա է կարևոր կետը։ Հասկանանք, որ չես կարող քաշել, այսինքն ստանալ միայն, բայց չտալ։ Այս բանաձևը պարտադրում է, որ իրար համար խնամք տանք եւ նույնիսկ այն մարդուն, որ սովորեցնում է Աստծո խոսքը։ Մի եղեք էգոիստ ու միայն ստանալու մասին մտածեք, այլ մտածեք, թե նրանք, ովքեր որ բերում են Աստծո խոսքը, այն հոգևոր եղբայրները, որ ձեռնադրված են, որ Աստծո կողմից կոչում ունեն, կատարում են հավատարիմ իրենց պարտականությունը, անպայման այդ հոգևոր եղբայրներին, ու շեշտում եմ հոգևոր եղբայրներ, որովհետև հարգելիներս այսօր կան կանայք, որ իրենց պատվելի են համարում եւ դուրս են եկել, քարոզում են Աստծո խոսքը, որ Աստված դրան թույլ չի տվել։ Կինը հոգևոր առաջնորդ եւ պատվելի նամանավանդ չի կարող համարվել։ Կարող է կինը կնոջը սովորեցնել, բայց կինը տղամարդուն հոգևոր այս Աստծո բանաձևի մեջ անկարելի է որ սովորեցնի։ Եվ եթե կան նրանք, որ հանդիսանում են որպես պատվելիներ, որպես ձեռնադրված, ճակերտյալ ասեմ, ձեռնադրված հոգևոր առաջնորդներ կանայք, զգուշ եղեք։ Առաջի Տիմոթեոսի նամակի մեջ մեզ Պողոս առաքյալը շատ պարզ կերպով է բացատրում, որ այն անձնավորությունը, որը համարվում է առաջնորդ, որը համարվում է դասատու, ուսուցիչ Աստծո խոսքի մեջ,
Եվ ինչպես որ ա, կոնկրետ Աստծո խոսքն է ասում վարդապետ, իմացեք, որ ասում է մի կնոջ ամուսին լինի, ուրիշ բան չի ասում։ Եվ դրա համար էլ կարևոր է, որ մենք հասկանանք Աստծո խոսքը ճիշտ ձևով, որպեսզի չխաբնվենք։ Եվ ինչու եմ շեշտում դա, որտեվ դա էլ է մտնում, չէ՞, սուտ վարդապետությունների մեջ։ Ուրեմն առաջի Տիմոթեոսի նամակի մեջ 3-րդ գլուխ առաջի համարից գրված է. հավաստի այս խոսքը, եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, եւ եպիսկոպոսն էլ հուներեն բառ է, պարզ ասած, հուներեն բառը, որ նշանակում է նա, ով հսկում է, այսինքն նա, ով գլուխն է եւ առաջնորդում է, նույնպես եւ ուսուցիչ Աստծո խոսքի, բարի գործ է ցանկանում։ Եթե եպիսկոպոսը պետք է, այսինքն արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինել մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող, ոչ գինեմոր, ոչ ծեծող, այլ հանդարտ, ոչ կռվազան, ոչ արծաթասեր, որ իր տանը լավ վերակացու լինի, որ ամենայն պարկեշտությամբ հնազանդ զավակներ ունենա։ Բայց եթե մեկը իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպես է հոգալու Աստծո եկեղեցուն։ Վերակասուն ճիշտ մեկնաբանությունն է, թարգմանությունն է եպիսկոպոս բառին, որը հուներենով է, եւ դա նշանակում է այն մարդը, ով առաջնորդում է եկեղեցին, պատվելին եւ հոգևոր առաջնորդը եւ նրանք, ովքեր որ Աստծո խոսքը բերում են ուսուցելու, ուսուցանելու համար։ Հարգելիները, շատ կարևոր է։ Կարևոր է, որ մենք Աստծո խոսքը լավ հասկանանք, որpիսի մենք չմտնենք կարծիքների հիման վրա։ Մենք այսպես ենք մտածում կամ այնպես ենք մտածում, ոչ։ Մեր կարծիքը դնենք մի կողմ, մեր կարծիքը երկնքի արքայության հետ հեչ կապ չունի։ Եվ ոչ էլ պետք է, որ մենք ինքնախաբեությամբ զբաղվենք եւ անենք այն, ինչ որ հակառակ է Աստծո խոսքին։ Եվ այստեղ մի կարևոր կետ կա նաև 7 համարի մեջ, որ գրած է, որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ Մեր համար շատ պարզ արտահայտություն է եւ ուսմունք է դա, որովհետև նույնպես եւ ավետարանի մեջ է մեզ սովորեցնում, այն ինչ որ մենք ցանենք, այն էլ կհնձենք։ Եվ այս պահին մենք գիտենք, որ եթե մենք չարը սերմանենք, չարը հնձելու ենք։ Եթե եկեղեցու մեջ ղեկավարները իր պարտականությունը չեն կատարում եւ եկեղեցու մեջ մարմինը իր պարտականությունը չի կատարում, այն ժամանակ մենք կունենանք անարխիա եւ այդ անարխիա վիճակը եկեղեցու մեջ կդառնա առաջի հերթին առաջի Կորինթացիների նամակի մեջ Պողոսի կողմից գրված իրականությունը, որ Կորինթոսի եկեղեցում էր իրականացվում։ Ասեմ ավելին, որ ինչ որ անում է ուսուցողը, ինչ որ անում է հոգևոր առաջնորդը, եթե ցանում է նա Աստծո խոսքը, սովորեցնում է Աստծո մասին, աշակերտում է Աստծո խոսքով եւ բերում է բոլորին դեպի Քրիստոս, պարզա որ կհնձի այն, ինչ որ բարի է, կհնձի այն, ինչ որ աստվածային է, բայց նա որ հակառակն է անում, պարզ ասած, կտեսնենք չարը եւ կտեսնենք պղծությունը։ Եվ 8-րդ համարի մեջ իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ հոգու համար սերմանողը հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Ինչու է Պողոս առաքյալը մեզ այս սովորեցնում, որովհետև հարգելիներս, Պողոս առաքյալը մեզ ուզում է բացատրել շատ հստակ կերպով, որ նրանք, ովքեր որ եկել են Աստծո խոսքը շեղելու այս սուտ վարդապետները, նրանց նպատակն է ուղակի, որ Հիսուսից տանեն դեպի իրենց։
կենտրոնացումը լինի իրենք, ոչ թե Հիսուս Քրիստոս։ Դրա համար այստեղ բացատրում է, որը հոգուց է, ունենա հոգուց հավիտենական կյանք կհնձի, իսկ որ մարմնական է, ուրեմն մարմնական կմնա։ Պարզ ասած, եթե մեկը ձեզ տանում է Հիսուսից այն կողմ, կենտրոնացումը դնում է իրենց վրա, որպես վարդապետներ, հետևեք այսինչ կամ այնինչ մարդուն, այդպես չի կարող լինել։ Յուրաքանչյուր ուսուցող Աստծո խոսքի ուսուցումը միմիայն հիմնված Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ եթե սովորեցնում է միմիայն Հիսուս Քրիստոս, բերում է դեպի Հիսուս Քրիստոս, այդ անձնավորությունը կատարում է Աստծո կամքը։ Եվ ճիշտ է պետք հասկանալ, որովհետև Աստծո խոսքը սխալ հասկանալու կամ թուրիմացություն լինելու հնարավորություններ կան, նրանք նամանավանդ ովքեր, որ ամբողջությամբ չեն ուսումնասիրում Աստծո խոսքը եւ մի տող հանում են ու կոնտեքստից դուրս բացատրություններ են ներկայացնում։ 9 համարի մեջ գրած է բարիք գործելուց չձանձրանաք, որովհետև իր ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք։ Ուրեմն ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ մենք պետք է լրջությամբ եւ ամենայն զգոնությամբ Տիրոջ գործը եւ երկնքի արքայության աշխատանքներով զբաղվել եւ բարին կատարենք ամեն րոպե եւ ամեն վայրկյան։ Անկարելի է դրանից դուրս այլ բանաձևով աշխատել։ Եվ ասում է 10 համարի մեջ, ուրեմն, քանի դեռ ժամանակ ունեք, բարիք անեք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։ Ուրեմն, հարգելիներս, առաջի հերթին մեր նպատակը եւ մեր կենտրոնացումը եկեղեցին է, հետո նոր եկեղեցուց դուրս։ Մենք պետք է նմանվենք Հիսուս Քրիստոսին եւ կատարենք կամքը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Հետևաբար, մեր գործերը բոլորը պետք է հիմնվի այն, ինչ որ Տերը մեզ սովորեցնում է Աստվածաշունչի մեջ, եւ մեր գործը, այն բարիքը, որ մեզ կանչում է Պողոս առաքյալը, որ մենք անենք, իհարկե Աստծո խոսքը գիտենք, որ Սուրբ Հոգին է գրել օգտագործելով մարդկանց, բայց Սուրբ Հոգին է գրել եւ անթերի է Աստծո խոսքը, ուրեմն այս խոսքերը, որ Պողոս առաքյալը մեզ բերում է Աստված ինքը ուղիղ։ Եվ Աստված է մեզ տալի, եւ Տերն է մեզ այս խոսքերը տալի, եւ այս խոսքերի մեջ մենք հասկանում ենք, որ հավատացյալը պետք է կենտրոնանա եկեղեցու աշխատանքների վրա եւ կատարի այն, ինչ որ Տերը կամենում է մարմնին խնամք տալու համար։ Եկեղեցուն, Տիրոջ մարմնին, Հիսուս Քրիստոսի մարմնին, որը համարվում է եկեղեցին, կենդանի եկեղեցին, հարկավոր է որ խնամք տա։ Սկսած այն մարդուց, որ շեղվում է, հետո ուսուցողներին, մնացած մարմնին, բոլոր հանգամանքների մասին է խոսում Պողոս առաքյալը, որ պետք է որ մենք կենտրոնանանք ու կատարենք մեր պարտականությունները։ Ուրեմն 11-ից 18 համարն էլ կարդանք, բացատրությունը տանք ու ավարտենք այսօրվա սերտողությունը։ Տեսեք, թե ինչպիսի գրերով գրեցի ձեզ իմ ձեռքով, ովքեր կամենում են մարդկանց հաճելի երևալ, նրանք ձեզ ստիպում են, որ թլպատվեք, միայն թե Քրիստոսի խաչի համար չհալածվեն, որովհետև այն թլպատվածներին իրենք էլ օրենքը չեն պահում, բայց կամենում են, որ դուք թլպատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենան, սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ աշխարհի համար, որովհետև ոչ թլփատությունն է կարևոր, ոչ էլ անթլփատությունը, այլ նոր արարած լինելը։ Եվ բոլոր նրանք, ովքեր այս կանոնի համաձայն են վարվում, խաղաղություն լինի նրանց վրա եւ Աստծո ողորմությունը Իսրայելի վրա։ Սրանից հետո թող ոչ ոք ինձ չհանգստացնի, որովհետև իմ մարմնի մեջ ես Տեր Հիսուսի վերքի նշաններն եմ կրում։ Եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։ Պողոս առաքյալը նորից հիշեցնում է, որ ճշմարիտ Աստծո զավակը սիրով
խնամքով ու համբերատարությամբ իր աշխատանքն է կատարվում և վարվում է ճիշտ կերպով եկեղեցու հետ։ Ստիպողական չի, ջղայն ու բարկացող չի և իր կամքը թելադրող չի։ Վերջում էլ միշտ տանում է, այսինքն ուղղում է Հիսուսին, ոչ թե մարդկային կանոններին։ Սա է Պողոս առաքյալի հիմնական միտքը. ուղղեք մարդկանց դեպի Հիսուս։ Ուրեմն ասեմ ձեզ, ամեն ինչում Պողոս առաքյալը տանում է դեպի իր խոսքերով տանում է նա դեպի Հիսուս Քրիստոս և ասում է. ես հատուկ գրեցի իմ ձեռքերով, որովհետև այն ժամանակ նա թելադրում էր և ուներ մեկը, որ իր նամակներն էր գրում, բայց այս անգամ, և ասում են ընդհանրապես պատճառը միգուցե նրանում է, որ աչքերը շատ տկար էր նրա, և քանի որ աչքերը շատ տկար էր, խնդիր ուներ ինքը ընդհանրապես գրելու և տեսողության հետ, պարզ ասած։ Դրա համար Պողոս առաքյալը տալիս էր ուրիշին, որ ուրիշը գրեր իր համար, բայց ասում է այստեղ ես եմ արդեն գրում, արդեն ես եմ այս շեշտը դնում, որովհետև ես չեմ ուզում, որ դուք հեռանաք։ Եվ նրանք, ովքեր որ ստիպում են ձեզ անել այն, ինչ որ ձեզ թելադրում են և պարտադրում են, իմացեք, որ նրանք այդ օրենքները չեն պահպանում։ Ինչու՞, որտև եթե իհարկե մեր հետ շարունակում եք այս ուսումնասիրությունները, գիտեք, որ սկզբի առաջի և երկրորդ գլխի մեջ Պողոս առաքյալը հանդիմանում է նաև մյուս առաքյալներին, անձինս Պետրոս առաքյալին, որ հրեաների հետ ինքը մի ձև էր և հեթանոսների հետ այլ ձև։ Այնց որ կարևոր է, որ մենք ճիշտ մոտեցումը ունենանք և հակասող որևիցե բան չունենանք։ Այսինքն, քանի որ մենք գտնվում ենք մի շրջապատում, լինենք մի ձև և ուրիշ շրջապատում լինենք այլ ձև։ Պարզ ասած, պետք է ամեն րոպե և ամեն վայրկյան Տիրոջը ծառայել և մարդկանց տանել դեպի Հիսուս Քրիստոս։ Այսօր այսքանը, աղոթում ենք Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։